օգտվելով առիթից ուզում եք շնորհավորել մեր ազգին, մեր բանակին, մեր զինվորներին։ Օրվա խորհուրդը կայանում է նրանով, որ քանի գնում մեր ազգը դեպի կործանում է գնում արդեն։ Ես ոնց հասկանում եմ, ինչ ընդունելի է։ Ես կամենում եմ, որ մեր ազգը միշտ միասնական լինի։ Մենք հզոր ազգ ենք, մենք մարտունակ ազգ ենք, մենք զինվոր ազգ ենք, զինվոր տողող, զինվոր սիրող ազգ ենք։ Բայց այսօր չգիտես ինչի մեր ազգին մտցրել է մի հատ Facebook-ան տարածք, որ մեր ազգը չի կարողանում կողմնորոշել, սա սխալ է։ Հազար ափսոս այս երեխեքին, այս երեխեքը իրանց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, բայց երեք ինչ էր մեր երկրի ղեկավարի պահվածքը։ Եկավ հասած տեղ, 3 կետի վրա ծաղիկ դրեց, մի հատ չայցելեց այդ 5000 երեխեքի շիրիմներին։ Դա երկրի ղեկավարի պահվածք էր։ Չէ որ իր մեղքով էր երկիրը ներքաշել պատերազմ մեջ, իր մեղքով այսքան երեխեքը զոհ է։ Ու այսքան առհամարանք այս երեխեքի հանդեպ սա անընդունելի է։ Սա երկրի ղեկավարի կողմից ամենաստոր քայլն է, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ։ Չունեմ վախենալու ոչ մեկից ու ոչինչից։ Ես ինքս զինվորական եմ, ամեն մի զինվոր իմ համար թանկ է։ Ամեն մի զինվոր իմ համար իմ երեխան է։ Դա ինչ երկրի ղեկավարի պահվածք է, առհամարական իր ազգի, իր նվիրյալների հանդեպ, հա։ Ու այդ մարդը պետք է եկուս մյուսը ասի, ես բանա, մեղք չունեմ, հա։ Եղավ ձեր տոնը մի հատ էլ շնորհավոր։ Ես շնորհակալություն նորից օգտվելով առիթից իմ ժողովրդին ուղղակի կոչ եմ անում։ Ժողովուրդ ջան, խելք եկեք, ուշքի եկեք, միասնական դարձեք։ Ազգը եթե միասնական է, նա անպարտելի է։ Ազգը եթե միասնական է, նա անկոտրում է։ Իսկ մենք անկոտրում ազգ ենք։ Երբեք թող մեր ազգը չկոտորվի, ես մենակ մեր ազգին եմ կամենում ու միություն ու միասնականություն։